Ազգային ժողովը շարունակում է հերթական նստաշրջանի աշխատանքները։ Հայկ Սարգսյանի նախաձեռնած օրենքի նախագիծն օնլայն կազինոներում խաղացողների որոշակի սահմանափակումների մասին է։ Այս նախագծով մենք արգելում ենք խաղալ օնլայն կազինոներում այն քաղաքացիներին, ովքեր հանդիսանում են նպաստառու, հանդիսանում են թոշակառու եւ եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է, գտնվում են սնանկության վարույթում, օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորման որևէ ծրագրից, օրինակ եկամտահարկի հետ վերադարձից։ Այս սահմանափակումներով մենք 100 հազարավոր քաղաքացիների փրկում ենք չարիքի ճիրաններից եւ կանխորոշված կործանումից։ Մեր մյուս քաղաքացիների համար, ովքեր չեն ընկնում այս սահմանափակումների տակ, սահմանում ենք խաղալու առավելագույն շեմ, եկամտի 20%-ի չափով։ Օրենսդիրը 86 կողմ 0 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ընդունեց։ Գաղտնի քվեարկությամբ էլ Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ։ Որպեսզի ոստիկանության բոլոր ծառայողները կարողանան բնակարան ձեռք բերել, մատչելի եւ արտոնյալ պայմաններով հիփոթեկային վարկավորման պետական նպատակային ծրագիր կգործի։ Ըստ էության նախագծի նպատակը ոստիկանության համակարգի կադրային կայունության ապահովումն է, հատկապես երբ հակակոռուպցիոն քաղաքականության նկատառումներից ելնելով ոստիկանության ծառայողները հաճախ նշանակվում են իրենց հիմնական բնակության վայրից որոշակի հեռավորության վայրերում։ Այս տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում ոստիկանության ծառայողներին ապահովել կենսական անհրաժեշտ պայմաններով։ Ուստի առաջարկում է պետության կողմից նախատեսել համապատասխան սոցիալական երաշխիք, որը կբարձրացնի ոստիկանության ծառայության գրավչությունը եւ ծառայողները կձգտեն շարունակել ծառայությունը այդ թվում հեռավոր մարզերում, պատկերացնելով իրենց հետագա աշխատանքը եւ կենսագործունեությունը։ Արտաքին հետախուզության գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ իշխանություն ընդդիմություն թեժ բանավեճ ծավալվեց։ Արմենուհի Գյուրեղյանը վարչապետի հայտարարությունը հիշեց։ Արդյոք արտաքին հետախուզությունը պատերազմի մասին օպերատիվ հետախուզական որոշակի տվյալներ ունի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե առաջիկա ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին աղետաբեր պատերազմ կսկսվի։ Եթե քաղաքական նախընտրական փուլում, քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է։ Չէ, Տիկին Գյուրեղյանի հարցը շատ ավելի պարզ էր, ասում է դուք այդ տվյալները ունեք թե չէ։ Եթե Հայաստան դաշինքը տեսականորեն կամ մեկ այլ ուժ Հայաստան դաշինքի նման կամ Հայաստան դաշինքի հետ դաշնակցող կա իշխանության եւ որպես Հայաստանի արտաքին քաղաքականություն ворթեգրի այն, ինչ նրանք հիմա ասում են, պատերազմի հավանականությունը կմեծանա, կփոքրանա, թե կմնա նույնը։ Կմեծանա։ Դե եթե կան այսքան հանճարեղ իմաստուններ, ահավասիկ վառ ներկայացիչ, հենա ինչի եք այս մարմինը պահում։ Փող եք ծախսում, մարդիկ գաղտնա լսում են, բյուջե, հենա նստեք իմաստուններով, վերլուծություն արեք էլի, բրծեք։ Ինչ ինֆորմացիա, ինչ ծառայություն, իմաստուններով նստեք որոշեք։ Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանազատման սկզբունք Ալմատայի հռչակագիրը որպես հիմք, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում, կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ամբողջական հարգման, սրա շրջանակներում կա նաեւ հայ-ամերիկյան նախագիծ, որը կոչվում է TRIP։ Հիմա դուք ձեր ուժը, այս բոլոր կոմպոնենտները վիճարկում եք։ Համայնքների միավորման եւս 3 ծրագիր է նախատեսվում իրականացնել Լոռիում, Սյունիքում եւ Վայոց ձորի մարզում։ Լոռու մարզում առաջարկվում է ձևավորել նոր Ստեփանավան խոշորացված համայնք, միավորելով գործող Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռի Բերդ համայնքները վերջիններիս կազմում ընդգրկված թվով 20 բնակավայրերով։ Սյունիքի մարզում առաջարկվում է ձևավորել նոր Գորիս խոշորացված համայնք, միավորելով ներկայիս Գորիս, Տաթև եւ Տեղ խոշորացված համայնքները վերջիններիս կազմում ընդգրկված թվով 28 բնակավայրերով։ Վայոց ձորի մարզում առաջարկվում է ձևավորել նոր Եղեգնաձոր խոշորացված համայնք, միավորելով ներկայիս Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները իրենց կազմում ընդգրկված թվով 32 բնակավայրերով։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը ներկայացնում է դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Մասնավորապես 25 թվականի ընթացքում դատախազության բացառիկ պետական եւ համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կայացված դատական ակտերով, ինչպես նաեւ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել նախնական գնահատմամբ շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք։ Այդ թվում մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակ, հողատարածք, անտառային տարածք թվարկումը կարելի է շարունակել։ Արծվիկ Մինասյանն է զարմանում, զեկույցի հիմնական շեշտադրումը գույքային շահի հատվածին էր նվիրված, թեև զգալիորեն աճել են սպանությունների եւ այլ հանցագործությունների ցուցանիշները։ Մասնավորապես սպանությունների թիվը աճել է 11% եւ ավելի, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը 20% եւ ավելի, առանձնապես ծանր հանցագործությունները 11% շուրջ եւ այսպես շարունակ։ Առաջին հարցը վերաբերում է հետևյալին. ունեք վերլուծություն պատճառների վերհանման եւ նաեւ միջոցների ձեռնարկման առումով։ Երբ որ վերլուծություն եք իրականացնում ծանր առանձնապես ծանր հանցագործությունների հետ կապված, կխնդրեմ ուշադրություն դարձնել հաղորդման մեջ ընդհակառակը այդ նույն վերլուծության արդյունքում 0.9% նվազում կա ծանր առանձնապես ծանր հանցագործությունների, ընդհանուր հանցագործությունների թվի տեսակարար կշռի մեջ։ Հանցագործությունները հատով հաշվելու դեպքում եւ տոկոսը հատից դուրս բերելու դեպքում պատկերը խեղաթյուրված է ստացվում։ Մենք պետք է նայենք ընդհանուր հանցավորության տեսակարար կշռում, թե ինչ թիվ բացարձակ թվերով եւ դրանով պայմանավորված ինչ տոկոսային հարաբերություն ունի տվյալ արարքը։ Իհարկե, անսպասելի էր, բայց կառավարություն ազգային ժողով հարց ու պատասխան տեղի չունեցավ։ Հարցեր նույնիսկ ընդդիմությունը չուներ։ Թերևս նախորդի իրադարձություններից հետո վարչապետն ակնհայտ հոգնած էր։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։